Ողջույն, այսօր դեմ առ դեմ ձևաչափով զրուցելու ենք հասարակական գործիչ Արտակ Մկրտչյանի հետ։ Ի դեպ, չճանաչողներին տեղեկացնեմ, որ Արտակը բռնատեղահանված է Արցախի Մարտունու շրջանից։ Բայց մինչև զրույցի հիմնական թեմաներին անցնելը շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր արդեն բաժանորդագրվել են իմ YouTube-յան ալիքին, իսկ մյուսներին էլ սիրով հրավիրում եմ բաժանորդագրվել ու մեր հանդիպումները կդառնան պարբերական։ Ի դեպ, սա նաև ուրախացնող փաստ է բաժանորդների թվի ավելացումը, քանի որ դեռ հույս է ներշնչում, որ արցախյան թեմատիկան այսօր գոնե իսպառ անհետաքրքիր չի դարձել։ Իսկ հիմա անցնենք հարցազրույցին։ Ողջույն Արտակ, շնորհակալ եմ զրույցի հրավերը ընդունելու համար։ Արդեն ներկայացրեցի, որ Արցախի Մարտունու քաղաքից ես, այնպես որ հարցերի առնվազն մի մասը այդ ուղղվածությունը կունենա, հուսով եմ դեմ չես։ Սկսենք մի փոքր տխուր թեմաներից, Արտակ, վերջերս տեղեկություններ տարածվեցին, որ Մարտունի քաղաքի հուշահամալիրը ավերվել է։ Ճիշտն ասած, դրանից հետո սկսվեց իրանական պատերազմը եւ այդ լուրը կարծես կորավ լրահոսում, բայց վստահ եմ, որ ձեր ուշադրությունից չի վրիպել։ Ի վերջո հաստատվեց հերթական այդ ավերվածության մասին լուրը։ Նախ սկսեմ նրանից, որ դեմ չեմ ու նաև հակառակը մի կողմից էլ Մարտունու թեման կամ առհասարակ Արցախի թեման պետք է անընդհատ ամեն մի ասպարեզ օգտագործելով բարձրաձայնել, որպեսզի չթողնենք այդ թեման եւ փակվի եւ ժողովրդի կողմից, չգիտեմ, գնա անտարբերության։ Իսկ կապված Մարտունու հուշահամալիրի քանդման հետ, իհարկե դա ապացուցում է մի քանի արդեն վիդեոներով տեսահոլովակներում արկա ադրբեջանական երբ իրենք տեղադրել են, այդտեղից եմ տեսել, որ չկան եւ ունենք փաստեր, ունենք ապացույցներ եւ Մարտունու հետ կապված փորձում եմ անընդհատ տեղեկություններ եղել իրենց տեղադրած տարբեր տեսահոլովակներից, նկարներից, որպեսզի այդ ամենը հավաքագրենք, փորձենք չթողնել, որպեսզի կեղծեն պատմությունը, փորձենք քանդել այն ամենը, ինչ եղել հայկական, որովհետև իրենց նպատակը այն է, ինչ կա հայկական, փորձենք կա ժամանակատվածում ոչնչացնել ու ստեղծել այն տպավորությունը, որ դա չկարել։ Ի դեպ, հուշահամալիրում ինչ հուշարձաններ կային, որ այդպես հրատապ էր դրանց քանդելը։ Ուրեմն այդ հուշարձանները ստեղծվել 2007 թվականին եւ մեկը նվիրված էր հայերենական մեծ պատերազմի 1941-45 թվականների պատերազմի մասնակիցներին զոհվածներին նվիրված էր, իսկ մյուսը Արցախյան բոլոր պատերազմներում զոհված մեր հերոսներին նվիրված էր եւ լավ մի կողմից փորձեմ ընկալեմ, որ թշնամի երկիր է եւ հակառակորդ պետության հերոսների հուշահամալիրը քանդում է, բայց ես տեղյակ եմ նաև, որ Ռուսաստանի Դաշնությունը ունի իր սահմանադրության մեջ կետը, եթե չեմ սխալվում, որ հայերենական պատերազմի զոհերի հուշահամալիրը քանդելը դա արդեն քրեականացվում է եւ հուսով եմ մենք կարողանանք հասնել նրան, որ նաև կփորձեն ինչ-որ ձև պատժի կամ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին նման վարքագծի համար։ Ի դեպ, որպեսզի պատկերացնեն այդ հուշարձանները մեծ հայրենականի եւ ազատամարտի հերոսներին նվիրված միմյանցից առանձին էին, թե այն աստիճան էին իրար հետ խառնված, որ երկուսը պետք է քանդվեր։ Առանձին մեկ այգու մեջ, մեկ հրապարակում էր, այսինքն մի տարածքում էր, բայց իրարից տարբեր ու մոտավոր 60-70 մետր հեռավորության վրա են իրարից երկուսն էլ նույն գաղափարն էին կրում, երկուսն էլ հայրենիքի համար պատերազմում նահատակված հերոսներին էր նվիրված, բայց այսինքն եթե մեկը քանդվեր, մեկը մնար, էլի չէր, այսինքն ոչ մի այդպես լուրջ փոփոխություն չէր լինի։ Ուղղակի լրիվությամբ փորձում են նաև ինձ թվում է ուղղված էր Ռուսաստանի Դաշնությանը նաև այս իրենց այդ վարքագիծը։ Դա, եթե չեմ սխալվում, վերջերս էր քանդվել։ Այս պահին Ռուսաստանի հետ ինչ որ իրավիճակը լարելու խնդիր ուներ Ադրբեջանը։ Ներկա դուրությամբ, քանի որ
աշխարհակական վիճակը այնպիսի sense պայթյունավտանգ է, որ չես հասկանում ով ում հետ ինչ հարաբերությունում այն պետությունները, որ իր հետ լավ էին, այսօր չգիտեմ ինչի ես պատերազմում են, այն պետությունները, որ իրար հետ լավ չէին, այսինքն չես կարող ասել այսօր ինչպես է դրությունը, վաղը ինչպեսին կլինի, հուսով եմ այսինքն եթե մենք փորձենք, այսինքն լռենք, այլ ոչ մի բան չանենք, այդ թեմաները ինքնիստիկան կփակվի, բայց եթե հարցը անընդհատ բարձրացնենք տարբեր մենակ, ես ոչ միայն Մարտունիում ենք քանդում, այլ նաև քանդել ու քանդում են տարբեր տեղեր, ես այս պահին այդ գծով եմ նկատել բարձրաձայնել ու եթե բոլորս միասնաբար փորձենք այդ ամենը հավաք։ Գիտեմ, որ կա նաև խումբ էջ, ովքեր հատուկ զբաղվում են դրանցով, հավաքագրում են բոլոր այդպիսի նյութերը եւ տարբեր հրապարակումներ են իրականացնում, դիմում են տարբեր տեղեր, հուսով եմ մի օր այսինքն կդիմենք միջազգային դատարաններ, չնայած այսօր մարդ ովքեր պետություն, ով ՅՈՒՆԵՍԿՕ-ում որպես մշակութային ժառանգության խմբի անդամ է, այսօր ինքն է դա փորձում նման մշակութային ժառանգությունը ոչնչացնել։ Իդեպ Մարտունի քաղաքի մասին ավելի շատ խոսեցինք, իսկ ընդհանուր շրջանում տեղեկություններ կան, ինչ հուշարձաններ են այս ընթացքում ավերվել։ Ներկա պահին չունեմ հստակ որ ասեմ այս մի գյուղում այս ինչն են քանդել, բայց այսինքն այս պահին չեմ հիշում, ուղղակի տեղյակ եմ որ կան գյուղեր, որտեղ էլի հուշահամալիրներ Արցախյան պատերազմին, էլի հայրենական պատերազմին նվիրված քանդել են, գերեզմաններ են քանդել, եկեղեցիներ են քանդում, անընդհատ այդ այն ինչ հայկական է, այսօր փորձում են լրիվությամբ վերացնել։ Այդ տեղեկությունները ինչպես եք հավաքում, որտեղից եք հավաքում, ի վերջո ովքեր են հավաքում։ Քանի որ այսինքն մենք ապրում ենք 21-րդ դարում, սոցիալական ցանցերով, չգիտեմ, տարբեր հարթակներով հնարավոր է ձեռք բերել, այսինքն մարդ եթե Մարտունիում ինչ որ վիդեո է տեղադրում նկարում է տեղադրում, կարողանում ես հեշտ տեղանքով օրինակ գտնել ինչպիսի այդ մոտակա տարածքներում ինչեր են տեղադրել, ինչեր կա ու այդպեսով քո քաղաքը ճանաչելով, քո գյուղերը ճանաչելով մտնում ես նայում ես ու արդեն վիդեոյի իրենց են PR անում, իսկ մենք էլ մեզ համար կարևոր ինֆորմացիաներն ենք փորձում տեսնել, հասկանալ ու այդ ձև էլ արդեն ինֆորմացիան հավաքում ենք ու մենք էլ արդեն բարձրաձայնում սոցիալական ցանցերով, տարբեր լրատվականներով, որպեսզի ինչքան այդ արձագանքը մեծանա, ինչքան պահանջը մեծանա, ինձ թվում է մենք կարողանանք հասնել ինչ որ կարևոր քայլերի, ցավոք այսօր մենք պարակտված ենք, դա է պատճառը, որ մենք չենք կարողանում ճիշտ ճանապարհով ու հաղթանակներ գրանցել, բայց վստահ եմ, որ միասնական լինելու շնորհիվ մենք կարողանանք, քանի որ պատմություն ցույց է տալիս, որ մենք միշտ ուժեղ էինք, միշտ հաղթում էինք, միշտ մեր ձայնը ասում էր այն ժամանակ, երբ միասնական բոլոր միասին մի մեխի էինք խփում։ Իդեպ վերջին շրջանում եմ սկսել համեմատել Հադրութից բռնատեղահանվածները այսօր կարծես ամենաակտիվներն են Արցախի բնակիչներից, մոտ 1 տասնյակ կազմակերպություններ կան, որոնք կամ հիմնադրվել են հենց հադրութեցիների կողմից, կամ զբաղվում են հադրութեցիների թեմաներով, կարծես մարտունեցիների մասով այդքան շատ կազմակերպությունների ու նախաձեռնությունների մասին չեմ լսել։ Որպես ակտիվիստ ճանաչում էի Արտակ Մկրտչյանին, բայց անկեղծ ասեմ դրանից ոչ ավելին։ Միգուցե դա է պատճառը, որ իրենք մեծամասնությունը տեղահանվել են 2020 թվականին եւ գալով Հայաստանի Հանրապետություն, քանի որ կար Արցախի Հանրապետություն, մի քիչ հեշտ էր այստեղ տեղակայվել, որպեսզի աշխատանքներ իրականացնեն, քանի որ Արցախից տեղահանված ու Հայաստանում գործունեություն են ծավալում, պետք էր նմանատիպ, չգիտեմ, կազմակերպություններ, ֆոնդեր, հիմնադրամներ, որպեսզի աշխատանքը համակարգված ու օրենքով իրականացվեր, օրինակ հադրութից դպրոցներ, ես էլ տեղյակ եմ նման կառույցների շուրջ,
Չի ասի որ Մարտունու հեսել հակառակը մի քիչ կասեմ, այսօր մենք ունենք, այսինքն իմ մեկ կազմակերպությունը, որը կոչվում է Հավասար Հնարավորություն, սոցիալական հետազոտական կազմակերպություն, զբաղվում է Մարտունու համայնքում, այսինքն Մարտունիում Արցախում հայտնի է որպես մեկ Մարտունու հետազոտական կենտրոն, բոլորը այդպես էին ճանաչում, եւ այստեղ շարունակում է փորձերով միավորել մարտունեցիներին, Մարտունու շրջանը, Մարտունու համայնքը ընդհանուր, իսկ ունենք նաեւ գյուղեր, էլի կազմակերպություններ, ովքեր զբաղվում են իրենց կոնկրետ գյուղի բնակչությամբ, գիտենք ովքեր գյուղացիները որտեղ են, ով ինչպես է ապրում, ով ինչպես է, բայց որ այդպիսի շատ կազմակերպություններ լինեն, համատած հադրութին չկա, բայց այսօր այս պահին այն տարբեր տեղերը, որ տեսնում ենք, տարբեր, չգիտեմ, ակցիաներում, հավաքներում, պայքարներում, ես մեծ ուրախությամբ կարող եմ նշել, որ հիմնականում նաև երևում են Մարտունու շրջանի, Մարտունուց երիտասարդներ։ Նորից պիտի համեմատեմ, ասենք հադրութի զուտ մշակութային մասով առնվազն 3 կազմակերպություն կարծես տեսնում եմ։ Նաև խումբ կա, եթե չեմ սխալվում, նաև բավական ակտիվ տարբեր տեղերում հանդես եկող կատարողներ կան, բայց Մարտունին, որի մշակույթի տունը Արցախում շատերիս հպարտությունն էր, իր արտաքին տեսքով, իր հնարավորություններով, կարծես թե Մարտունու մշակութային մասին վերաբերող նախաձեռնություն կամ խումբ չեմ տեսնում։ Եվ համաձայն եմ եւ համաձայն չեմ, գիտեք, այս պահին գրև անկնում հադրուտ Մարտունի պայքար եւ այլն, Չէ, պայքար չէ, եթե կարիքը կա, իսկ կարիքը իսկապես կա, ինչու չունենք։ Առողջ այդ մրցակցությունը շատ լավ է, դա էլ պետք է լինի, որպեսզի մեկը մեկին նայելով, մեկը մեկին օգնելով, փորձենք մերը գոնե Հայաստանում պահենք այդ հիշողությունը, այդ արմատները, այդ ամեն ինչն ապահել ու որպեսզի եթե մի օր ճանապարհը բացվի դեպի Արցախ, կարողանանք այդ ամենը այնտեղ իրականացնել, քանի որ եթե այստեղ այսօր չանենք ու մոռացության տանք, վաղը դժվար կլինի եւ հետ գնալը եւ Արցախում ինչ որ բան նորից ստեղծելը։ Պետք է արձանագրեմ, այո, որ մշակութային կոնկրետ մշակույթով զբաղվող կազմակերպություններ այսօր չկա, բայց մենք մեր կազմակերպությունով փորձում ենք այդ բացնել, լարացնել եւ Մարտունու օրինակ օրը, որ նշել ենք անցած օգոստոսի 17-ին էր, մեծ շուկով, մեծ բանով Մարտունու երգիչները, Մարտունու երգչուհիները, Մարտունուց, այսինքն ունեին խումբ նաեւ խմբի այդ մասնակիցները քնար անսամբլ էր կոչվում, անսամբլ ներկայացուցիչները եկել ու երգում էին Մարտունու նվիրված Մարտունու օրվա նվիրված միջոցառման ժամանակ, այսինքն պետքա ճիշտ կազմակերպողներ երևի մարդիկ այդ նախաձեռնողականությունը ցածր է, երևի պատճառներից մեկը նա է, որ նախաձեռնողականություն չկա, եթե լինի, եթե հրավիրեն ու նաև ցավոք սրտի պետք է նշեմ, որ ամենակարևորներից մեկը, եթե ասում ենք այսօր գումարը անհրաժեշտություն չէ, առանց գումարի, այսինքն մարդիկ այնպեսի դժվարության մեջ են, որ անկեղծ դաժե տրանսպորտի 150 դրամ գումար չունեն, որպեսզի միտեղից միտեղ շարժվեն ու ինչ-որ բան իրականացնեն։ Ցավոք սրտի այդ իրավիճակում ենք։ Մոտեցանք հենց հաջորդ հարցին, այսօր արցախցիների գլխավոր մտահոգությունը ո՞րն է։ Նու այդ հայրենասիրական վերադարձի եւ այլ հարցերը թողնենք մի կողմ։ Այսօր առաջին հերթին արցախցիները ինչ խնդիր ունեն։ Եթե այդ կարևոր հարցերը թողնում ենք մի կողմ, վերադարձ եւ այլն, այդ ամեն ինչը պետք է Հայաստանի Հանրապետությունում մարդիկ կարողանան օգնենք, որ բավարար պայմաններով գոնե սկսեն ապրել, սկսեն նորմալ ապրել, սկսեն իրենց գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում, խի այստեղ, որովհետև ցավոք սրտի մեզ իշխանությունը դիտարկում է որպես ռեսուրս, ոչ թե, այսինքն որպես բեռ, այլ ոչ թե ռեսուրս, եւ պետք է այնպես անել, որ արցախցիները այստեղ զգան, որ իրենք կարևոր դեր ունեն եւ իրենց ներդրումներով, իրենց, չգիտեմ, արտադրելով, այստեղ ապրելով կարող են
մաս կազմել Հայաստանի տնտեսության զարգացմանը, Հայաստանի անվտանգության պաշտպանությանը եւ այսօր դա չեն զուգում, այլ հակառակը կարծես թե ստեղծում են այնպիսի պայմաններ, որ արցախցիները ստիպված լինեն լքեն Հայաստանի Հանրապետությունը։ Իդեպ ձեր ծանոթներից շատ մարդ կա, որ արդեն լքել է Հայաստանի Հանրապետությունը։ Սկզբնական շրջանում, որ եկել էինք, ցանկը ավելի մեծ էր, քան հիմա է ծանոթների շրջանակներում, բայց հիմա էլ վստահ ես ուզում եմ կարող եմ ասել, որ ծանոթներից, մանավանդ բարեկամներից մեծամասնությունը հետ է եկել ու արդեն վերջնական որոշում է կայացել, որ անկախ դժվարություններին, անկախ ամեն ինչից ապրելու, ստեղծելու ու զարգացնելու են Հայաստանի Հանրապետությունը մինչև որ հետի գնան։ Տեսեք, մի կողմից ասում ենք, որ բավարար պայմաններ չեն ստեղծվում, մյուս կողմից էլ Հայաստանի կառավարությունը ասում է, որ արցախցիները ակտիվ չեն ներգրավում առաջարկվող ծրագրերում։ Այդ միմյանց հակասող հայտարարությունների պատճառը ո՞րն է։ Գիտեք ոնց է, մեկը իրենք դրա պատասխանը պիտի տան, չէ։ Եթե ինչ որ ծրագիր կա կամ ինչ որ բան կա անելու, դու դիմում ես, փորձում ես ինչ որ բան անել, իրենք կամ մերժում են, կամ ինչ որ պատճառ են գտնում, որ որպես արցախցի, չգիտեմ, քաղաքացիության հարցն են առաջ բերում, որ դեռ քաղաքացի չես, այդ բանով ազնագորով դու չես կարող եւ այլն, դե որ չես կարող, դու չես այդ ծրագրում չկաս։ Իրենք հայտարարում են, որ արցախցիները ներգրավված չեն։ Հիմա ասենք իրար հակասող ինչ որ բաներ են ստեղծում։ Ես վերջերս մի քանի օր առաջ Էջմիածին քաղաքում ստեղծվեց Արցախյան խումբ համայնքի ինքից, չգիտեմ ինչ հանձնախումբ ստեղծվեց ու հանձնախումբը ստեղծելուց 2 օր հետո, չգիտեմ, միգուցե 4 օր հետո Էջմիածինի հրապարակից հանվեց Արցախի դրոշը։ Հետաքրքիր է։ Իսկ անձամբ ձեր մասով ինչ նորություններ կան, քաղաքացիություն ձեռք եք բերել, փորձել եք այս կամ այն ծրագրում ընդգրկվել, թե ոչ։ Այս պահեդրությամբ դեռ ոչ, զուտ որ ասեք պատճառը որն է, որ չեմ վերցրել, ես դրա դեմ պայքարում եմ, որ ինչու այսքան թղթաբանության, այսքան խնդիրների մեջ են արցախցիներին թողնում, որպես արցախցիները թղթաբանության, չգիտեմ, հերթերի մեջ եւ այլն, որ արդյոք չկա այլ տարբերակ, ինչ որ կառավարության որոշումով, որ Արցախից բռնի տեղ համասների, քանի որ կրում են նույն ազնագիրը, ինչ որ մի որոշումով համարվեն ՀՀ քաղաքացիներ։ Մանավանդ հիմա այս մարդիկ դեռ օգոստոսից, սեպտեմբերից իրենց ազնագիրերը գնացել են, որ փոխեն ու տանան ՀՀ քաղաքացիություն, մինչ այսօր չկա, չեն տվել ու չկա պատասխան, թե ինչու են այսքան ուշացնում, որ տալիս է մաքսիմում 3 ամիս ժամանակ, 90 օր, այսօր դրանք չկա, այսինքն մինչև հիմա մարդիկ չեն ստացել իրենց ազնագիրերը։ Ու պատճառաբանությունը մեկ հիմա ես նաև իբր թվացնելու համար դրել են, որ on-line բանով պետք է ուղարկել, գրանցվել նախորդ եւ այլն, բայց էլի ծրագրերը լավ չեն աշխատում, մարդիկ չեն կարողանում նորմալ գրանցվել, թղթերի հետ անընդհատ խնդիրներ, մի հատ տառ սխալ, գնում ես անուն, չգիտես ինչու բազայում չկա, պետք է ավել գումար վճարես, անուն ավելացնեն, չգիտեմ, թուղթ տան, տեղեկանք տան, ու անընդհատ խնդիրներ, որ կարող են մեկ կառավարության որոշումով Արցախի բռնի տեղահանված բնակչությունը նույն ազնագիրը կարելու բանով պայմանով, քանի որ նույն ազնագիրն են գրում, ստանային ՀՀ քաղաքացիություն։ Իդեպ այդ մտահոգությունները, այսպես ասենք, պատկան մարմիններին հասցնելու տարբերակներ ունեք։ Իհարկե, ունեցել ենք նախ դեռ մի ժամանակ որպես անհատ տարբեր կազմակերպություններով առանձին էինք դիմում, հետո այդ նույն տարբերակով արդեն ստեղծվեց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը, որը կազմակերպեց հանրահավաք մարտի 29-ին, հետո արդեն հունիսի 12-ին եւ հանրահավաքից հետո արդեն երբ օպերեյշն շենքի դեմը տեղադրվեց վրան շտաբը, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի սկսվեց իշխանության հետ զրույց, քանի որ հիմա այսպես եմ հասկանում, որ եթե կա ճնշում իշխանությունների նկատմամբ դեմ, ինչ որ բանի կարող ես հասնել։ Չկա ճնշում, իրենք ինչ ուզում անում են։ Հիմա ճնշման պարագայում մենք կարողացանք փորձեցինք հետները պայմանավորություն ձեռք բերել եւ
եւ քաղաքացիության հարցը կար եւ Արցախում որ մշակութային ժառանգության այդ ոչնչացնում է մշակութային ժառանգությունը եւ արցախցիների սոցիալական խնդիրների մասին բարձրաձայնեցինք եւ որ բնակավարձի փոխհատուցման ծրագրի շուրջ քննարկումներ, բնակապահովման ծրագրի շուրջ քննարկումներ, որից հետո չնայած էլի մեզ խաբեցին, չնայած արցախցիներին խաբեցին, որտեղ խոստումները այլ էին ու մենք ինչ տեսնում էինք, ինչ պայմանավորում ենք, ներկայացնում ենք միանգամից հանրությանը լրատվականների միջոցով եւ պայմանավորությունը այլ էր ու իրենց փոխությունները այլ, չնայած ինչ որ չափով կարելի է համարել դրական փոփոխություն, քանի որ այդ դրանից հետո այդ ժամանակ 2 ամիս եկեղեցվեց բնակվարձի փոխհատուցման ծրագիրը եւ մոտ 158-160 համայնքում 3 միլիոնը դարձավ 4 միլիոն սերտիֆիկատի գինը դա խնդիր լուծում չէ, բայց ելի որ մարդիկ բազմա զավակ երեխա 4-ից ավել ընտանիք ունեցող մարդիկ ունեցող ընտանիքները կարող են ձեռք բերել գոնե այդ պայմաններով կարող են ձեռք բերել բնակարաններ։ Իդեպ դուք նշեցիք մի կազմակերպության անուն արցախցիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող, բայց այսօր հրապարակում, այսպես ասենք, տեսնում ենք բազմաթիվ կազմակերպություններ ու դրանից ավելի բազմաթիվ մարդիկ, ովքեր հանդես են գալիս արցախցիների անունից, արցախցիների իրավունքների պաշտպանության, այսպես ասենք, կոչերով գումարած Արցախի պետական կառույցներից այն ինչ մնացել է, ասենք ազգային ժողով, չգիտեմ, նախագահի պաշտոնակատար եւ այլն եւ այլն։ Այսօր իրականում արցախցիների հոգսերը ով եւ որտեղ է կարողանում ներկայացնել ու ով իրավունք ունի ներկայացնել։ Ոչ թե նշել եմ մեկ կազմակերպություն, այլ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը ինքը շարժում է, որին միացած են տասնյակից ավել կազմակերպություններ արցախյան կամ Արցախի հարցի շուրջ Արցախով մտահոգված կազմակերպություններ, այդ խորհուրդում ընդգրկված են այն ժամանակ նաև Արցախի իշխանություններ, այսինքն ազգային ժողովի պատգամավորներ էին ներգրաված, բայց այդ հավաքներից հետո արդեն մի քիչ փոխեցին կազմը եւ այսօր հիմնականում կազմակերպություններ են, ովքեր զբաղվում են տարբեր արցախցիների հարցերով, արցախցիների իրավունքներով, բարձրաձայնելով տարբեր հարթակներում այդ ձայնը բարձր պահելով, այսօր էլի այն ինչ կա Արցախի ներկայացնում, այսինքն ովքեր նստում են, ովքեր փորձում են ինչ-որ բան անել, էլի շարունակվում է եւ իրենք էլ փորձում են իրենց կապերը, իրենց ամեն ինչ օգտագործել, որպեսզի թեթևացնեն արցախցիների հոգսերը, քանի որ այսօր տեղեկատվությունը շատ էլի չգիտեմ հատուկ են անում, թե հատուկ չեն անում, չես իմանում էլի մի թղթի համար որտեղ պետք է գնաս, որտեղ պետք է դիմես, ում պետք է դիմես, ինչ պետք է անես ու մանավանդ բնակչությունը այդ խնդիրներին ամենօրյա առնչվում է։ Այսօր տարբեր կազմակերպություններ, որ հիմնականում զբաղվում են այդ խնդիրներով, թե Արցախի ներկայացնում եւ որ անուններ տաս, մեկի անուն չտաս, մի քիչ ճիշտ չէ լինի, այսինքն մի քիչ բան չլինի, բայց այն մարդիկ, ովքեր շարունակում են զբաղվել արցախցիների հարցերով, արցախցիների իրավունքներով առանց իրենց PR անելու, առանց, չգիտեմ, ինչ որ մեկից հատուկ դրա համար գումար ստանալ, որ դա անեն, ես շնորհակալ եմ ու պետք է նաև դա ավելին փորձենք, քանի որ քիչ են, մեկ ակնհայտությունները անոնները քիչ են, պետք է շատանանք ու միավորվենք, որպեսզի նորից եմ կրկնում, որ միասնականությամբ մենք կարող ենք հասնել ինչ որ հաղթանակների, ինչ որ հաջողությունների։ Առանց դրա մենակ քաղաքականացվելու է ու անելու են դա ոչ թե որպես ես ինչ որ բանի դիմեմ պետք է ճակերտներում ինձ օգտագործեն, ինձ ինչ որ բանով կօգնեն։ Պետք չէ, ոչ մի բան չեն անելու, բայց դա չպետք է լինի, թե միասնական հանդես գանք, միասնական թե ճնշել կլինի, թե խնդրանք, թե պահանջ կլինի, ինձ թվում է այդ նմանատիպ հարցերը հեշտ կլուծվեն։ Իդեպ իրենց խնդիրները արցախցիները ում են, այսպես ասենք, հասցեագրում։ Այդ նշեցիք մի քանի խնդիրներ, ըստ երևույթին դրանից ավելի շատ խնդիրներ էլ կան, որոնք թվարկելու պարզապես ժամանակ չունենք այս պահին,
Այս խնդիրները, որ հավաքվում են, լուծման համար ում ենք դիմում։ Հայաստանի իշխանությանը, Հայաստանի ընդդիմությանը, չգիտեմ, միջազգային կազմակերպություններին, ում։ Կախված խնդիրներից համապատասխան օրինակ մի հատ օրինակով բացատրեմ, մի քանի օր առաջ ընտանիք, որը մնաց դուրս է, տանտերը եկավ ու առանց անօրեն այդ մարդկանց երեխաների հետ տնից հեռացրեց, մարդիկ էլ առանց բանի, մի քիչ բան եղավ, բայց դուրս եկան ու եկան ներկայացուցան շենք, մենք տեղ չունենք գնալու, մենք տեղ չունենք մնալու, այսպիսի խնդիր կար եւ այլն, փորձեցին կար ժամանակում այդ մարդկանց համար տեղ գտնել ու տեսել են, որ ես այդ ժամանակ այնտեղի տեսել եմ, որ մարդիկ զբաղվում են ու փորձում են այդ ժամանակ դիմեցին բարերարների, դիմեցին մարդկանց, որ գոնե արագ տուն գտնեն, որ մարդիկ այդ երեխաները դրսում չմնան։ Եթե թղթերի հետ կապված հարց է, որը պետք է լուծի Հայաստանի կառավարության իշխանությունը, համապատասխան մարմինները դիմում են իրենց։ Եթե, չգիտեմ, նայած ինչ հարց է, կապված հարցից փորձում ենք ճիշտ ուղղություն տալ ու մարդիկ իրենց հարցի հետևից գնում են։ Ցավոք սրտի ոչ միշտ ու ոչ ճիշտ է ստացվում այդ ամենը։ Երևի վերջին հարցը Հայաստանը ընտրությունների շեմին է, այդ թեման արցախցիների շրջանում արդիական է, թե առօրյա հոգսերը, խնդիրները այդ թեմայով զբաղվելու, դրանով հետաքրքրվելու ժամանակ չեն թողնում։ Արցախցիների համար, քանի որ իրենց այսօր իրոք խնդիրների մեջ են եւ զորով հասնում են տանվարձ մինիմալ ծախսեր տան համար, այս մեկ ու ովքեր ներգրավում են ընտրություններին, երևի ինչ որ գումար են ստանում դրա, աշխատում են, որպես աշխատանք են դա իրենց համար, բայց մյուսների կողմից ցավոք սրտի փորձվելու է ճակերտներում ցավոք սրտի օգտագործվի այդ հանգամանքը արցախցիներ, Արցախի հարց եւ այլն, որպեսզի կարողան ասել հիմա այս պահին ինչ հարցով դիմես իշխանությանը, ինձ թվում է արցախցիների պահով կփորձեն ինչ-որ բան անել, որ քանի որ դեմ առաջիկայում ընտրություններ են, որ նայեք, տեսեք ինչպես են ընդունում, ինչպես են անում, ինչպես են օգնում, այսինքն ում էլ դիմենք, ում էլ ինչ-որ հարցով տենց դիմենք, ինձ թվում է բոլորն էլ կփորձեն օգնեն, քանի որ առաջիկայում ընտրություններ են, բայց դա չպիտի խանգարի ու արցախցիները ոչ թե մեր խնդիրը նա է, որ մենք տվյալ նյութի առաջին նախադասությունը կարդում ենք ու միանգամից ինչ որ բան դադուրում ու մենք էլ մեր էջով սկսում կիսվել է առանց այդ լրիվ այդ տեքստը կարդալու, առանց խորանալու, առանց հասկանալու դրա տակ ինչ է թաքնված եւ այլն ու այդ ձև էլ նաեւ ցավոք սրտի բարակտում են մեզ, որ հեշտ է եւ բաժանի որ դիրես ակվանով հեշտ է խառնել իրար, բայց ժողովրդին, մեր արցախցիներին կխնդրեմ, որ ինչ կարդում են, ինչ տեսնում են, ինչ իրենց ասում են, լինեն ուշադիր, մոռացա նաև նշեմ, այսօր մեծ ցավոք սրտի բան կա, որ զանգելով, չգիտեմ, մարդկանց SMS գրելով, որ X քանակի X գումար տուր մեզ, մենք մեծ բանով ձեզ օգնելու ենք, օգնություն եք տրամադրում ու արցախցիները խաբվում են, դրա դեմ էլ չպիտի ընկնենք, ոչ մեկ այսօր առանց ոչ մի բանի ձեզ գումար չի տալու, էլի մի հավատացեք նման բաների, պետք չէ, որովհետև դա դուք խաբվում եք։ Շնորհակալություն Արտակ, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, կարծում եմ առաջիկայում էլի զրուցելու առիթ կունենանք, մանավանդ որ նշեցիք, ունեք որոշակի նախաձեռնություններ ու անընդհատ իրավիճակին հետևում եք։ Իսկ այսօրվա համար շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար։ Ձեզ շնորհակալություն, հաջողություն։ Հիշեցնեմ, որ դեմ առ դեմի ձևաչափում այսօր զրուցեցինք հասարակական գործիչ Արցախից բռնի տեղահանված Արտակ Մկրտչյանի հետ։ Այսքանն ենք նախատեսել, ամուր եղեք ու մի քիչ էլ զգույշ, կհանդիպենք։